Տեսեք, երբ որ ասեցին, որ ձևավորվել է 10 հոգանոց քննչական խումբ Սամվել Կարապետյանի մեկ նախադասությունը վերծանելու համար, ինձ թվաց դա զավեշտ է, չհավատացի, հիշեցնեմ խոսքը որ նախադասության մասին է, որ Սամվել Կարապետյանը շատ հանգիստ, որպես հայ առաքելական եկեղեցու մշտական հովանավորներից մեկը, որպես հայ առաքելական եկեղեցու զավակ, ասել է, որ եթե քաղաքական դաշտը չկարողանա այս կոնֆլիկտը հաղթահարել, հարթել, կամ լուծել այս կոնֆլիկտը, մենք էլ մեր ձևով կմասնակցենք եւ ահա, սիրելի հայրենակիցներ, ուշադրություն, մենք էլ մեր ձևով կմասնակցենք ձևակերպումը վերծանելու համար, տպավորություն է, թե դա մայաների սեպագիր արձանագրություններ կամ չգիտեմ ինչ էր, Նիկոլի հրահանգով ստեղծված քննիչների 10 հոգանոց խումբը վերծանել է այդ սեպագիր արձանագրությունը եւ որոշել է, որ մենք էլ մեր ձևով կմասնակցենք, դա ուրեմն իր մեջ պարունակում իշխանությունը զավթելու հրապարակային կոչ էր։ Ես օրինակ, որ վերծանեի, որ կարողա Սամվել Կարապետյանի մասնակցությունը եկեղեցու պաշտպանությանը, օրինակ հայ առաքելական եկեղեցու ավելի հանրային դարձնելն է, քարոզչությունն է, մոմ վառելն է, ամեն ինչն է, բայց ինչքան պիտի տոկորված լինես չարությամբ եւ վախով, որովհետեւ ես երեք վարքյանաչափ էի միացրել եւ հաշվում էի, թե քանի վարքյանը մեկ արագությամբ է Նիկոլ Փաշինյանը ստատուսներ երկնում։ Այն ժամանակ, այն պահին, երբ որ Իսրայելա-իրանական հակամարտությունը թևակողում է կատաստրոֆիկ էսկալացիայի փուլ, երբ որ Տրամպը իր էջում գրում է, որ Թեհրանը պիտի դատարկվի, այսինքն ուղղակիորեն հայտարարում է, որ Միացյալ Նահանգները դե յուրե վերցնում է պատասխանատվությունը եւ մտնում է պատերազմի մեջ, երբ որ այլևս մեղրու սահմանին կուտակված են փախստականներ, երբ որ մենք հսկայական մեծ համայնք ունենք Իրանում եւ հնարավոր ֆորս մաժորների դեպքում որևէ ռազմավարություն մշակված չի, թե ինչա լինելու մեր հայրենակիցների հետ, Նիկոլ Փաշինյանը Ստախանովյան էնտուզիազմով վարկյանը մեկ մի հատ անհեթեթ ուրեմն ստատուս է երկնում, Չուլանից դուսարի, փախկվել ես Չուլանի տակ, հլը, չգիտեմ, այս կանենք, այն կանենք եւ սիրելի հայրենակիցներ, դա ասում է մի մարդ, ով ուրեմն հիշում եք, չէ, 44 օրյայից հետո քանի անգամ էր մտել բունկեր, փախկվել էր Չուլանում եւ Չուլանից լայվեր էր անում, դա ասում է մի մարդ, ով ինչպես պատմում են ականատեսները, հիշում եք, գնացել էր Զեյթուն իր բարեկամին այցելության, արցախցի մի հատ պապիկ խնձոր էր գցել եւ ըստ ականատեսների թիկնապաները պարկել էին, այդ բանը մտածել էին, ես չգիտեմ, ռումբ պայթեց։ Չուլանից խոսում է մի մարդ, ով ըստ ականատեսների Սյունիքում երբ որ սայլուտ ա եղել, էլի մտածել է, թե ռումբա եւ ինչ որ մի հատ իրան պաշտպանելու անվտանգային հսկայական միջոցառումներ են արել։ Գիտեք, այս ամենը Սամվել Կարապետյանի հանդեպ այս աննախադեպ, անբարո այս ակցիան, որ սկսել է Նիկոլ Փաշինյանը, դա մեկ բանի մասին է խոսում, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ուժեղ, արժանապատիվ հեղինակություն ունեցող մարդկանցից։ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին մեկնելու է Անկարա, եւ բնականաբար Անկարա չի կարա, չէ, ասենք Էրդողանին սուջուղ բաստուրմա կամ կոնյակ տանի։ Ինքը Էրդողանին պիտի տանի իր կատարած քայլերի, անբարո քայլերի արձանագրությունը, որ կատարում եմ։ Հլու հնազանդ կատարում եմ ձեր պատվերը, ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի խորհրդարանում եղել է բաց քննարկում, որի ժամանակ արձանագրվել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելուց հետո մեր լրջագույն խնդիրը մնում է հայ առաքելական եկեղեցին եւ մեր լրջագույն խնդիրը մնում է Սփյուռքը, ավելին Ստրասբուրգում իմ ներկայությամբ ահա տենում ենք ինչպես խրոխտ սև բերետավորները, որ
սենց պաշտպանում են, չգիտեմ ինչը, անցան մեր աչքի դիմացով եւ այսպես Ստրասբուրգում իմ ներկայությամբ ելույթ ունենալով Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայ առաքելական եկեղեցին մեր լրջագույն խնդիրներից մեկն է, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին ունի նաեւ լոբիստական հզոր ազդեցություն եւ ահա Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել բոլոր այն ուժեղ անհատներին, իսկ Սամվել Կարապետյանը նրանցից մեկն է, ովքեր ամեն ինչ անելու են հայ առաքելական եկեղեցուն Նիկոլ Փաշինյանի եւ նիկոլիզմի թաթերը հերու պահելու համար, ահա այսպես էս նողկալի մի հատ նայեք, քանի շարք ոստիկաններ ա կանգնած, մենք գալիս էինք մի կիլոմետր ներքևից բոլոր հնարավոր գույներով բերետավորներն ա կանգնած, այսքան էլ որ գնայիք, հա, այդ նիկոլականների տերմինով ձեզ պատասխանեմ, այսքան էլ որ գնայիք սահման, որ գնայիք կանգնեիք հայրենիք պաշտպանեիք, Արցախ պաշտպանեիք, այսօր մենք այս իրավիճակում չենք լինի, ես ուզում եմ, որ այս բոլոր դեմքերը, ովքեր այսօր կանգնել են, չգիտեմ ինչը, ինչից պաշտպանելու համար, մենք այս դեմքերը հիշենք, որովհետև գալու է ձեր բոլորի պատասխան տալու պատասխանը հայկական մեծ Նյուրնբերգում, որը դատելով Նիկոլի այս, ինչ ասեմ, կատաստրոֆիկ վախերից շատ եւ շատ մոտ է։ Տիկին Զորաբյան, արդյոք Փաշինյանը վրեժ լուծեց Արմեն Աբազյանից իր ապօրինի հրամանը չկատարելու Նախ ուրեմն ես ուզում եմ արձանագրենք մի բան, այն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր, որ Հայաստանում դատարանները անկախ են, իր մի քանի գրառմամբ, որոնք անպայմանորեն ուրեմն դրվելու են Նիկոլ Փաշինյանի կատարած հերթական հանցագործությունների քեյսում, ըստ էության հեսա կտենաս, հեսա կտենաս ինչը ոնց ա լինում, այդ մի քանի գրառումներով ըստ էության հաստատեց, որ ինքն է ուղակի հրահանգ տվել իրավապահ համակարգին սպեցնազին Սամվել Կարապետյանի դեմ այս նողկալի ակցիան կատարել եւ այո ինքը հրահանգ ա տվել Աբազյանին մեր ունեցած տեղեկությամբ օգտագործեմ Նիկոլ Փաշինյանի տերմինոլոգիան ըստ օդում կախված լուրերի մասկի շոու կազմակերպել սենց տապալել սենց բերման ենթարկել որ Նիկոլ Փաշինյանը տանը նստած նայի եւ իր սիրտը փառավորվի եւ ԱԱԾ պետը պահպանելով երևի ողջախոհության ինչ որ մի մասնիկ ԱԱԾ տնօրենը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորող այդ տեսանանը չէր կարող ԱԱԾ ղեկավարը հրաժարվել Դե ես այդ եմ ասում կարող էր հրաժարվել եթե բացեք կանոնակարգը այն հրամանները որոնք ուղղակիորեն ապօրինի են եւ հակասում են օրենսդրությանը ցանկացած բարեկ անգամ կարող է հրաժարվել կատարել այստեղ ուզում եմ հիշեցնել ԱԱԾ նախկին պետերից մեկի Վանեցյանի ասածը որ Նիկոլ Փաշինյանը իրեն հանձնարարել էր հիշում եք Իջևանում ասել էր ես ուզում եմ տեսնել հոսող արյան գետեր եւ հիմա Նիկոլ Փաշինյանը երեք Սամվել Կարապետյանի տան բակում ուզում էր տեսնել իր հոգին փառավորող մի տեսարան եւ բարեբախտաբար ԱԱԾ պետը պահպանել էր տնօրենը ողջախոհության մի սիսեռահատիկ հրաժարվել է դա անել ինչի համար այսօր զրկվել է պաշտոնից ես կոչ եմ անում բոլոր պաշտոնյաներին հրաժարվել կատարել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամանները ինչը կոչ եմ անում նաեւ ստեղ 5000 շարքով շարված ոստիկաններին հա ինչ Աբազյանին հանգստի է ուղարկել ասում է Նիկոլ Փաշինյանը շատ է Դե բնականաբար միակ մարդը որ պիտի գնա հանգստի քրեակատարողական հիմնարկում դա Նիկոլ Փաշինյանն է Շնորհակալ